Արդյոք ցանկալի է Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը։ Gallup International ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը հարցումներ իրականացրել է երկու փուլով։ Առաջինը մինչև Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին Սերժ Սարգսյանի հայտարարելը, երկրորդը այս տարվա օգոստոսի 8-ից 18-ը։ Արդյունքում այնպես է ստացվել, որ մաքսային միության վարկանիշը Հայաստանում նվազել է 10%-ով։ Ապրիլին 67% էր, մեկ տարի անց մենք ունենք 57%, միանշանակ ես կարծում եմ, որ այդ ոչ հստակ իրավիճակը, այսինքն ստորագրում ենք, չենք ստորագրում, այդ ամեն ինչը ազդում է։ Տնտեսության զարգացման ուղղված քայլեր չձեռնարկելը եւս վստահության անկման պատճառ է։ Մեկ տարվա ընթացքում գործնականում ոչինչ չի արվել։ Հիմնականում մենք տեսնում ենք դեռ խոսակցություններ, որ պետք է պատրաստվել եւ զավթել այդ շուկան։ Բայց մեկ տարիա մենք խոսում ենք դրա մասին։ Ոչ մի նախապատրաստական հստակ ինչ-որ աշխատանք ես չեմ տվել, որովհետեւ այդ աշխատանքները, որ պատրաստել մեր տնտեսությունը, մեծացնել ծավալները արտադրական եւ այլն, պետք է արվեր սեպտեմբերի 3-ի երեկոյանից, Ինչպես հայտնի է, Ղազախստանի նախագահը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետության անդամակցությունը մաքսային միությանը պետք է լինի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն չներառի Լեռնային Ղարաբաղը։ Այս հարցը եւս ընկերությունն ընդգրկել է, փորձելով ճշտել, թե տվյալ նախապայմանով Հայաստանը պետք է անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը։ Հարցվածների 70%-ից ավելին կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական սահմաններ չպետք է դնել։ Իսկ ուկրաինական ճգնաժամի հետևանքով պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա քաղաքացիների կարծիքով նկատելի կլինի, կնվազեն տրանսֆերտները, հայ-ռուսական ընկերությունները կգրանցեն հետընթաց, այլ երկրի ներսում քաղաքացիների պատկերացումներն իրենց սոցիալական ու երկրի տնտեսական ներկայավիճակի վերաբերյալ։ Ըստ այդմ, ընտանիքներն ավելի լավ են ապրում, քան երկրի տնտեսական վիճակն է։ Քանի որ մեծամասնությունը ընտանիքների ստանում են տրանսֆերներ դրսից, իրանց տնտեսական վիճակը, իրանց կոնկրետ ընտանիքի տնտեսական վիճակը իրեն գնահատում են առավել լավ, քան երկրի ընդհանուր վիճակը։ Քաղաքացիների 33%-ի պատկերացմամբ ընտանիքների դրությունը մեկ տարի հետո նույնն է մնալու, իսկ 37%-ը բացասական սպասելիքներ ունի։